ասում գոյություն ունի մարմինի մոտ խնայողական մոդը։ Հենց դու մի անգամ սնվեցիր օրը կամ սոված մնացիր, դու գրագի մեջ ես ընկնում։ Մարմինը այսպես փակվում է իր վրա, իսկ մենք ինքնապաշտպանական մոդի մեջ մտնել։ Ինչ որ ասում են, ես մի անգամ եմ սնվում, ասում եմ դու չաղանալու դիետա ես պահում։ Մի հատ էս բան պատմեմ, ոչ մի մոտ չեմ ասելեցի, այն ճապոնացի սումոիստները կան։ Իրանց կյանքի մասին էլ էի կարդում, ոնց են դենց չաղանում էլի մարդիկ, չէ, բայց մգանոդել են իրանք, այդի չէ, ոնց ասեմ, մարդիկ չեն նկատի, իրանք դագից շատ մեծ մգաններ ունեն, շատ մեծ։ Ուրեմն իրանց կյանքը ոնց է, իրանք զարթում են առավոտը 5:30, գնում են մարզասրահ, իրանք մարզվելու 4-5 ժամ մոտորես մարզվում են։ Գալիս են տուն, մի հատ ամփոփ սեղան ուդում են, գնում են քնում են։ Սա իրանց կյանքն է, բայց օր 5-6 ժամ մարզվում են, այդ էլ կա։ Այսինքն իրանք ջարբը հավաքում են մգանի վրա, իրանք մգանոտ են, դագից շատ մգանոտ են, ասեմ ձեզ։ Վրենա ջարբը, դա զոտ իրանց մարզաձևն է։ Իրանք այդենց են սարքում իրանց այդ մարմինը, մգանոտ, վրեն ջարբոտ։ Օրը մի անգամ ուդելով 5 ժամ մարզվելով, գնալու մի հատ ամփոփ սեղան ուդելով, քնելով։ Եթե դու օր մի անգամ ես ու դու չես մարզվում, դու ոչ թե մգան ձեռք բերես, այլ մենակ ջարբ ձեռք բերես։ Այսինքն սովությունը դա բերելու է ստամոքսի խնդիրներ, էրոզիան մեջն է, բարդաթիր։